Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ։ Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեր գնահատականների համար անցած շաբաթվա հաղորդման վերաբերյալ։ Հույսով այս շաբաթվա հաղորդումը դուք եւս կհավանեք։ Ոստի կխնդրեմ ձեզ հավանել եւ տարածել այս տեսանյութը։ Այս եթերի ընթացքում մենք ամփոփենք վերջին շաբաթվա կարևոր զարգացումները։ Եվ այսպես, ներքաղաքական կյանքում ամենակնարկվող թեման մարտի 35 Գյումրիում կայացած դիմադրություններն էին։ Այն ինչ տեղի ունեցավ, սպասելի էր։ Հայ ժողովուրդը կրկին ականատես եղավ նախկիներ ներկաներ խաղին, սևի եւ սպիտակի բաժանմանը։ Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին ռուսամետ եւ թուրքամետ ուժերը։ Այսպես կոչված ընդդիմադիր դաշտը ներկայացնում են կոչանասերժական ուժերի տեղի կամակատարները, ասել է թե նախկիները։ Մյուս կողմում ներկաներն էին Նիկոլի Հակայի ռեժիմի Գյումրու ներկայացուցիչները եւ իրենց սպասարկող արբանյակ ուժերը, Նիկոլ պաշտող կեղծ ընդդիմադիրով եւ Նիկոլի թիկունքում հարմար տեղավորված կեղծ եվրոպամետներով։ Գյումրիում ապրող մեր հայրենակիցներին մատուցեց ընտրությունը վատի եւ վաթարագույնի միջև, ոչ ավելին։ Սա է իրականությունը։ Գիտեք, այս ընտրությունները նաեւ աշխարհակաղակական առումով մեզ համար բացասական հետևանք ունենան։ Ես այն օրը կարդում եմ արդեն Գերմանիայից մեկնաբանություն հետևյալի մասին, որ Հայաստանի երկրորդ քաղաքում կոմունիստները երկրորդ տեղն են գրավել իրենց հավաքած քվեներով, եւ շատ էլ հավանական է, որ կարողա դառնան քաղաքապետ, իսկ եվրոպամետ ուժերը անգամ ավականի չմտան։ Հիմա եվրոպացիները չգիտեն, չէ, որ այդ Եվրադաշին կոչեցյալը առանձնապես եվրոպամետ չի։ Դա Նիկոլ Փաշինյանին աջակցող մարդկանց խումբ է, որը այդ դաշտը հանձնարարված է գրավել եւ զբաղված պահել, որ իսկական արևմտամետները տեղ չունենան։ Մյուսը մենք բոլորս գիտենք, որ Վարդան Ղազարյանը Ղուկասյանը կներեք, կոմունիստ չի, ոչ իր ծերությամբ, ոչ իր համոզումով, բայց քանի որ ինքը այդ կուսակցության ներքո է հանդես գալի, այդ այսպես ասած վերտարությամբ, այդ ընկալումը լինելու է եւ ես չգիտեմ ով էր խորհուրդ տվել նրան հանդես գալու կոմունիստական կուսակցության անունով, բայց դա կրկնում եմ մեզ համար վատ հետևանքներ է ունենալու, որովհետև աշխարհում ընկալելու են հետևյալ ձևով, որ արևմտամետները Հայաստանում տեղ չունեն, իսկ կոմունիստները ունեն ժողովրդի աջակցությունը։ Ոստի տեղին է հիշեցնել մեր այն պնդումը, որ Հայաստանի Հանրապետությունում ցավոք սրտի իշխանապողությունը չի կարող լինել ընտրությունների միջոցով, քանի որ բոլոր ընտրությունները, ներառյալ Նիկոլի իշխանության օրոք տեղի ունեցածները, արդար չեն եղել։ Իսկ եթե մի երկու բառով խոսենք այսպես կոչված ընտրական բուն գործընթացից, ապա պետք է նշենք, որ Նիկոլի Հակայի ռեժիմը կերեց նախկիներից ժառանգած եւ ինչ որ չափով կատարելագործած բոլոր տեսակի խախտումների հնարավորությունները։ Դրա մասին եղան տարբեր հայտարարություններ։ Գյումրի ընտրությունները 2026-ի նախերգանքն էին։ Արդեն կարելի է կանխատեսել, ինչպիսին կլինեն համապետական ընտրությունները։ Այստեղից հետևություն։ Հայաստանին իրական հեղափոխություն է պետք։ Բանը չպետք է հասնի 26 թվականի ընտրություններին։ Նիկոլի ռեժիմին օր առաջ պետք է հեռացնի հայ ժողովուրդը։ Շարունակենք թողարկումը։ Այս շաբաթ եւս իրավիճակը Սյունիքի բնակավայրերում անհանգիստ էր։ Թշնամի Ադրբեջանը կարակել է սահմանամերձ Խնածախ գյուղի վրա, թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ Վնասվել է բնակելի տուն։ Համացանցը ողողված էր ապացույց հանդիսացող տեսանյութերով եւ լուսանկարներով։ Իրենք Խնածախի բնակիչները բարձրաձայնում են, որ մեկ շաբաթից ավելի է թշնամին հանգիստ չի տալիս եւ կրակում է գյուղի վրա։ Ընդհանուր թիրախավորված կրակ ա եղել դեպի խաղաղ բնակության վրա, որը մեկը բաժին է հասել մեզ։ Ինչ վերաբերում է լքելուն, մենք կոտրվող նմանությունեցին կոտրվող մարդես նոր չեն կրակում, 7 օր կրակում են, կարծես թե ինչ-որ նույն բան ժողովրդի մոտ բնական կրակում են, բայց եթե այս վերջի կրակոցը, որ պատոհան աջարդել, մի քիչ ժողովուրդ արդեն կարծես է ստրեսի մեջ են, ասում են վաղն էլ մեզ են կրակում։ Շատ ոտ վիճական, ամբողջ գիշեր կրակում են։ Թե գնանք ուր ասում է, գնանք ուր, որտեղ գնանք, բաղամ տունեք սարքել ամեն ինչով ապրում եք ստեղ, թույք ենք շտեղ։ Ձայները լսում ենք շատ ուժեղ։ Եթե անցած շաբաթ Հայաստանի պաշտպանություն նախարարություն կոչվող կառույցը մի անհեթեթ պարզաբանությամբ հանդես եկավ, նշելով թե հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցները ամենելը չէ նշանակում, թե Ադրբեջանը կրակում է Հայաստանի վրա, ապա այս անգամ գոնե մեկ դատապարտող հայտարարություն չարեց։ Սա կոչվում է հակահայ քաղաքականություն, որն այս ռեժիմը վարում է մեր նկատմամբ։ Ասել ենք եւ կրկնենք, թշնամին խաղաղություն չի ուզում, որքան էլ որ Նիկոլները հնազանդվեն, հաճոյանան եւ Ալիևի ու Էրդողանի ոտքեր ընկնեն։ Հիմա կասենք թե ինչու։ Ադրբեջանը
տարբեր պաշտոնական եւ ոչ պաշտոնական մակարդակներով առաջ է քաշում նոր պահանջներ։ Այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի հայտարարությունում նշվում է, որ Հայաստանը պետք է ստեղծի պայմաններ ադրբեջանցիների իրենց տներն անվտանգ ու արժանապատիվ կերպով վերադառնալու համար։ Իր սահմանադրությունից եւ օրենսդրությունից բացառի Ադրբեջանի հանդեպ տարածքային նկրտումները դիմի ԵԱԿ-ին Մինսկի խումբը լուծարելու համար, ճանաչի իր պատասխանատվությունը ադրբեջանցիների նկատմամբ բռնությունների իրականացնելու համար եւ վճարի հատուցում։ Դադարեցնի վերազինման ծրագիրը եւ վերադարձնի բոլոր զենքերը եւ այլն եւ այլն։ Ինչպես տեսնում եք, թշնամական կողմի պահանջները անվերջանալի են։ Իրենց նպատակը Հայաստան պետության լուծարումն է, ինչին փորձում է հասնել Նիկոլ կոչվող գործիքի միջոցով։ Ապրիլի 2-ին լրացավ Քարոզիա պայմանավորված պատերազմի 9-րդ տարելիցը, որի նպատակն էր հանձնել տարածքներ մեծ զոհերով։ Հայ զինվորների արիության ու խիզախության շնորհիվ ռուս-թուրքական ծրագիրը, որը կոչվում էր Լավրովյան պլան եւ որը նախապես համաձայնվածված էր Սերժ Սարգսյանի հետ, ձախողվեց։ Ըստ էության Լավրովյան պլանի երկրորդ փուլը պետք է տեղի ունենար նույն տարվա ընթացքում, որի հետևանքով պետք է հանձնվեին 7 ազատագրված շրջաններ, եւ որի անհրաժեշտության մասին խոսում եւ համոզված էր Սերժ Սարգսյանը հուլիսի 16-ին Արցախում, տեղի ռազմաքաղաքական վերնախավի հետ հանդիպման ժամանակ։ Նույն օրը 2016 թվականի հուլիսի 17-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցավ Սասնածառերի ապստամբությունը, որի կարևոր նպատակներից մեկն էր այդ պլանի ձախողումը։ Ցավոք սրտի ապստամբները միայն հետաձգեցին Արցախի անկումը եւ Մեծաղետը։ 2018 թվականի պայմանավորված տեղափոխության պլանով Սերժ Սարգսյանը զիջեց իր տեղը Նիկոլ Փաշինյանին, որն ավելի ջանասիրաբար կյանքի կոչեց ռուս-թուրքական Լավրովյան պլանը։ Եվ 2020-23 թվականներին մենք ցավոք սրտի ժամանակավորապես կորցրեցինք Արցախը։ Ապրիլյան պատերազմը զանգ էր մեր ժողովրդի համար։ Քարոզիա պատերազմի խիզախ զինվորների եւ ուսան ապստամբության շնորհիվ հայ ժողովուրդն ուներ 4 տարի նոր ավելի մեծ աղետը կանխելու համար, բայց ցավոք հայ ժողովուրդն այս ժամանակը եւս կորցրեց, ինչի արդյունքում Արցախը ժամանակավորապես կորցվեց, իսկ Սասնածառերը բանտում են։ Անցնենք հաջորդ թեմային։ Այս շաբաթ Հայաստան այցելեց Գերմանիայի նախագահ Տիկնոչետ, սակայն մինչ Գերմանիայի նախագահի այցը դերևս մարտի կեսերին Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչներն, այդ թվում եւ Բևերի աջակիցները, բացահայտեցին, որ նախագահի այցի օրակարգում ցեղասպանության զոհերի հուշահամալիրի այցելելու մասին տեղեկություն չկա։ Ըստ որոշ պնդումների, հենց Հայաստանի հակահայ ռեժիմի կողմից է Ծիսարնակաբերդի այցը հանվել օրակարգից։ Բևերի աջակիցների եւ Գերմանիայի հայ համայնքի այլ ներկայացուցիչների գործում մասնակցությամբ նամակագրական եւ այլ աշխատանքների շնորհիվ հնարավոր եղավ Հայաստանի կողմից ներկայացված ծրագրում փոփոխություն կատարել եւ Ծիսարնակաբերդի հուշահամալիր այցելություն ներառել Ֆրանկ Վալտերշտայնմայերի այցելության օրակարգում։ Իհարկե այս ամենը սպասել էր Նիկոլի ցեղասպան ռեժիմի կողմից, չէ որ վերջերս նա հայտարարեց, թե հայոց ցեղասպանության ճանաչման հարցն իրենց իշխանության արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։ Հաջորդ ուշագրավ փաստը, որ տեղի ունեցավ Գերմանիայի նախագահի Երևան այցի ժամանակ, նրա կողմից համապատասխան գրառմամբ Արցախի դրոշի հրապարակումն էր Instagram-յան էջում, ինչը դիվանագիտական սկանդալի պատճառ դարձավ Բաքվում, թեպետ ավելի ուշ Ֆրանկ Վալտերշտայնմայերը հեռացեց իր այդ գրառումը եւ Բաքվում էլ հայտարարեց, թե Արցախը համարում է Ադրբեջանի տարածք, միևնույն է, թշնամի երկրում կրքերը չեն հանդարտվում, քանի որ պատճառը միայն դա չէ։ Գերմանիայի նախագահի տարածաշրջանային այցի օրերին շրջանառության մեջ դրվեց գերմանական Deutsche Welle-ի հեղինակած փաստավավերագրական ֆիլմը Հայաստանի, այդ թվում եւ Արցախի մասին։ Այն վերնագրված է Հայաստանի պայքարը հողի եւ ինքնության համար Կովկասում։ Մոտ 1 ժամյա տևության ֆիլմը մեծ աղմուկ էր բարձրացրել թշնամիի երկրում։ Պատճառն ակնհայտ է։ Ֆիլմի մի շարք դրվագներում ներկայացվում է, թե ինչ է տեղի ունեցել Արցախում։ Մանրամասն խոսվում է 2020-23 թվականներում Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված ռազմական գործողությունների էթնիկ զտման մասին։ Հատկանշվում է ուժի կիրառումը հազարավոր տարիների Արցախում ապրած հայ ժողովրդի նկատմամբ, ովքեր ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը, սա էլ ի պատասխան Նիկոլի եւ Նիկոլի նմանների, ովքեր գնացին ուռացման ճանապարհով, եւ թշնամաբար առաջինը ճանաչեցին Արցախը Ադրբեջանի մաս, իսկ վերջերս էլ հայտարարեցին, թե Արցախյան շարժման էջը փակված է, այնպես որ Բաքվի եւ Բերլինի միջև դիվանագիտական սկանդալն հաստատ ավարտված չէ, ինչպես ասում են, ամեն ինչ նոր է սկսվել։ Անդրադառնանք միջազգային զարգացումներին։ Այս շաբաթ Թրամփը հունից դուրս է եկել։ Նա ջղայնացել է եւ սպառնում է միանգամից թե Ռուսաստանին, թե Ուկրաինային, թե Իրանին։ Դոնալդ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել Պուտինին, սպառնալով երկրորդական բաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի վրա, եթե Մոսկվան շարունակի արգելափակել Ուկրաինայի հետ պատերազմի ավարտը։
NBC News-ին տված հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ բարկացած է եւ կատաղած Պուտինի գործողություններից։ Just hours ago, President Trump called me to tell me he is, quote, pissed off with Russia's President Putin. Եթե Ռուսաստանը եւ ես չկարողանանք համաձայնության գալ դադարեցնելու արյունահեղություն Ուկրաինայում, եւ եթե մտածեմ, որ դա Ռուսաստանի մեղքն է, իսկ դա կարող է այդպես չլինի, բայց եթե այդպես լինի, ես երկրորդական մաքսատուրք կսահմանեմ նավթի վրա, Ռուսաստանից եկող ամբողջ նավթի վրա, ասել է Թրամփը։ Միևնույն ժամանակ Թրամփը մեղադրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին Վաշինգտոնի եւ Կիևի միջև հանքային գործարքից դուրս գալու մտադրության մեջ։ I think Zelensky, by the way, I see he's trying to back out of the rare earth deal. And if he does that, he's got some problems, big problems. Նա փորձում է դուրս գալ հազվագյուտ մետաղների գործարքից եւ եթե դա անի, ապա կունենա խնդիրներ, մեծ խնդիրներ, ասել է նա։ Իդեպ, Թրամփի սպառնալիքների առաջի պտուղները կարծես թե արդեն երևում են։ ԱՄՆ սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացրել։ Հանրապետական սենատոր Լինսի Գրեմը եւ նրա դեմոկրատ գործընկեր Ռիչարդ Բլումենտալը ներկայացրել են օրինագիծ, որը ենթադրում է առաջնային եւ երկրորդային պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, եւ եթե վերջինս չհամաձայնվի Ուկրաինայի հետ զինադադարի, գրում է The Hill-ը։ Այս պատժամիջոցները կկիրառվեն, եթե Ռուսաստանը հրաժարվի բարեխղճորեն բանակցել Ուկրաինայի հետ կայուն խաղաղության համար կամ ձեռնարկի այլ գործողություններ, ներառյալ ռազմական միջամտություն, որոնք խաթարեն Ուկրաինայի ինքնիշխանությունը խաղաղության հաստատումից հետո։ Օրինագիծը նաև 500% մաքսատուրք է սահմանում ռուսական նավթ, գազ, ուրան եւ այլ ապրանքների գնող երկրներից ապրանքների ներմուծման հանդեպ, ասվում է զեկույցում։ Թեժ է իրավիճակը նաև Իրանի շուրջ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Վաշինգտոնն եւ Թեհրանը համաձայնության չգան իրանական միջուկային ծրագրի շուրջ, ԱՄՆ-ն հարվածելու է Իրանին։ Թրամփի կողմից Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի ուղղված նամակում նա Թեհրանին 2 ամիս ժամանակ է տվել նոր գործարքի հասնելու համար։ Կիրակի օրը Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյանը հայտարարել է, որ Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների առաջարկը՝ ի պատասխան Թրամփի նամակի։ Իրանի ողջ տարածքում հրթիռները պատրաստ են արձակվել ԱՄՆ-ի կողմից էսկալացիայի դեպքում, գրում է Tehran Times թերթը։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում պայթունավտանգ է, ինչը բնականաբար մեր օգտին չէ, քանի որ ԱՄՆ-Իրան պատերազմը կբարձրացնի Ադրբեջանի դերը եւ Ալիևի համար Հայաստանի վրա նոր հարձակման հնարավորություն կբացվի։ Այսօր այսքանը, մինչ նոր հանդիպում։